Անկախ այն քաղաքացիներից, ով ինչ քաղաքական հայացք ունի, նախընտրական պրոցեսներում ով ում կողքին է կանգնել, իմ համար բացարձակ նշանակություն չունի, բացարձակ իմ կողմից անընդունելի է անձնական վիրավորանքները, մինչ օրս որևիցե մեկին, որևիցե վատ խոսք չեմ ասել եւ զգուշացրել եմ, որ եթե արդեն կարմիր գծերը հատեցին, անձնական իմ կողմից գնահատական կլինի ամսի 30-ից հետո ես ցանկանում եմ, որ բոլորս իրար հարգենք, ձեր սեղմենք, որովհետև մեր քաղաքին պետք է համերաշխություն, մեր քաղաքին պետք է միասնականություն, մեր երկրին պետք է խաղաղություն, այստեղ չեմ կարծում, որ որևէ գյումրեցի չի ուզում, որ մեր երկիրը թևակողի խաղաղության փուլ։ Մենք միայն խաղաղ պայմաններում կարողանանք ունենալ կայուն զարգացող պետություն եւ հետեւաբար ունենանք զարգացող քաղաք։ Բոլորս տարբեր առիթներով ծնունդի, կնունկի, հարսանիքի առաջի, երկրորդ բաժակը խմում ենք խաղաղության կենացը։ Երեք մարդիկ եկել են այստեղ, մինչ օրս որևէ վիճադեպ չէր գրանցվել, հանուն արդարության ասեմ, բայց երեք ինչ-որ Երևանից մարդիկ են եկել դաշնակցականների ուղեկցությամբ, ես հորդորում եմ, խնդրում եմ, որ նրանք չխառնվեն Գյումրու ընտրություններին, գնացինք իրանց խառնեցին, հեչ բան չարեցին։ Հիմի Գառնիկը ինչ գործ ունի Գյումրիում, եկել է Գյումրու ընտրությունների այս նախընտրական փուլում, մնացել է մեկ շաբաթ ավելի քիչ եւ կրկեր է լարում, գյումրեցիները գիտակից են, գյումրեցիները այդ սադրանքներին չեն տրվելու, մենք կատարելու ենք ընտրություն Գյումրու ապագա 5 տարիների վերաբերյալ, ես վստահ մեր թիմով ինչ խոստում տվել ենք, ինչ ծրագիր գրել ենք, իրականացնելու ենք, գյումրեցիներն էլ, քանի որ այնպես է ստացվել, որ մասնակից 9 ուժերից 8-ը հայտարարել են, որ դուրս են եկել մեկի դեմ, ես էլ հայտարարել եմ, որ ես գյումրեցիների հետ պատրաստ եմ այդ մարտահրավերը ընդունել իմ կողքին, իմ թիկունքին գյումրեցիներն են։ Շնորհակալ եմ բոլորիդ։ Շնորհակալություն, մենք երևի կատարենք, շրջայց կատարենք թաղամասում, նաև են բնակիչներ, ովքեր ներկա չեն գտնվել, կներկայացնենք մեր ծրագիրը, որից հետո ովքեր անձնական հարցեր կունենան, կարող է մոտենալ մեր նախընտրական շտաբ եւ այնտեղ կունենանք անհատական քաղաքացիների հետ հանդիպումներ, շատ շնորհակալություն։